Հերթագրվել է երկու պատգամավոր, Էդմոն Մարուկյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն փոխնախարար, եթե հիշում եք հանձնաժողովում էլ քննարկեցինք, որ գների տարբերությունները Հայաստանում անձնագիրը հանելու կամ փոխելու առումով նաև եւ Հայաստանից դուրս։ Այ հետաքրքիր է ինձ ձեր կարծիքը, մինչև հիմա այդպես է եղել, հիմա էլեկտրոնայինն էլ նույն ձևով փորձ է արվում մտցնել, նույն գները, ինչքանով է արդարացված, երբ որ Հայաստանում անձնագրի համար մենք 1000 դրամ ենք վերցնում որպես պետական տուրք, բայց երբ որ մարդը ասենք Վրաստանում, օրինակ Ժավախքում բնակվող մեր քաղաքացին կորցրել է անձնագիրը, պետք է 65000 դրամ վճարի, կամ ասենք Ռուսաստանի Դաշնությունում։ Ու հիմա նույն ձևով հավասարեցվում է նաև էլեկտրոնային անձնագրերի խնդիրը, այսինքն նախ եղած կարգավորումը, եղած պետական տուրքը ես կարծում եմ, որ անհամաչափ է եւ արդարացի չէ, որովհետեւ պետական տուրքը պետք է ինքը ներառի միայն պետության կողմից կատարվող ծախսերը, բայց 65000 դրամ դա մեծ գումար է։ Եվ մյուսը, որ հիմա դա նույնը մնում է, մենք չենք փոխում, քանի որ վերանայում ենք, կարող ենք սա էլ վերանայել, այս անարդարացի մոտեցումը փոխեինք։ Նույնը մնում է եւ ավելանում է նաեւ էլեկտրոնային անձնագրերի դեպքում նորից բարձր գներ։ Խնդրում եմ ձեր կարծիքը, պարոն փոխնախարար, եւ հիմնավորումը, ինչն է տարբերությունը, ասենք 1000 դրամ եւ 65000 դրամ, կամ 1000 դրամ 30000 դրամ։ Բնականն է դրույքաչափը չի արտահայտում ինքնարժեքը, չնայած կենսաչափական անձնագրերի ինքնարժեքը բավական բարձր է։ Նախ բնական է մենք բնական է ամենայն դեպս մենք ելել ենք հետևյալ սկզբունքից, որ սովորական եւ կենսաչափական անձնագրերի դրույքաչափերը նույնը լինեն, բայց ձեր հարցը այլ է, վերաբերում է գործող օրենքի դրույթներին, ինչու երկրի ներսում այդ գները անհամեմատ ավելի դրույքաչափերը ավելի ցածր են, քան արտերկրում։ Գիտեք, ես դες պետք է պարզ ասեմ, որ երբ որ դիմում են անձնագրի կորստի անգամ եսիմ ինչ տարբեր բաներով, հիմնավորումներով, որ ստանան արտերկրում անձնագիր, ապա որպես կանոն ցավոք սրտի ճնշող մեծամասնությունը այդ դիմումների ոչ թե պայմանավորված է իրականում անձնագրի կորստով, այլ պայմանավորված է այլ հանգամանքներով։ Մասնավորապես կամ որոշակի նշումներ, որոնք քաղաքացուն ձեռնտու չեն, ինքը որևէ տեղ ինչ որ բան է խախտել, ամենայն դեպս մենք այդ տեղեկատվություն ունենք, որպես կանոն դա այդպես է։ Դա հարցի մի կողմը, հարցի մյուս կողմը։ Ես դες պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկան այդպիսին է։ Կարող է կան բացառություններ, բայց ընդհանուր մոտեցումը սա է, արտերկրում ստանալ նույն։ Արտերկրում ուրեմն ավելի դրույքաչափը բարձր է, քան երկրի ներսում։ Այդ տեսակետից մենք այսպես ասած օրիգինալ չենք։ Բայց ամեն դեպքում դա գործող օրենքի դրույթն է, կարելի է նորից քննարկել, ինչքանով է գործող օրենքի այդ դրույքաչափը, արդարացի, տենց ասեմ։ Արձագանքի համար Էդմոն Մարուկյան։ Շնորհակալ եմ։ Պարոն փոխնախարար, ես ընդունում եմ, որ արտերկրում պետք է ավելի թանկ լինի, քան Հայաստանի Հանրապետությունում, որովհետև Փոստային ծառայությունների հետ կապված խնդիր կա, վերջի տվյալները պետք է դեսպանատունը կամ հյուպատոսական ծառայությունը ուղարկի Հայաստան անձնագրերի եւ վիզաների վարչություն, այնտեղից հետ ստանա, բայց տարբերությունը այդքան մեծ լինելը, չեմ կարծում, որ այդ բանը կանխարգելիչ միջոց է ինչ որ նշումների համար անձնագիրը փոխելու դեմն առնելու առումով, որովհետեւ եթե մարդուն պետք է նա մեկ այդ 65000-ը կվճարի, բայց այն մյուսները, որոնք որ ուղակի կորցրել են անձնագիրը կամ ժամանակն է փոխելու, այդ մարդիկ դժվում են, այսինքն ինքը շատ բարձր է սահմանված պետական տուրքը եւ օրինակ կարելի է հաշվարկել, թե ինչ ծախսեր եթե դա կապված, եթե Վրաստանում կորցրած անձնագիրը փոխում ես, ինչ ծախս դա կլինի, եւ եթե Միացյալ Նահանգներում ես փոխում, ինչ ծախս դա կլինի եւ այդ ձևով պետական տուրքը սահմանվեր։ Կամ եթե դուք ուզում եք որ միասնական սահմանվի, միասնականի պարագայում էլ, օրինակ տեղեկանք չկա սրա հետ, թե ինչ ծախսերի հետ է սա կապված։ Չկա տեղեկանք, մենք չունենք տեղեկատվություն, թե պետությունը ինչ ծախս անում։ Շնորհակալ եմ։ Պարոն Մարուկյան, ես ասեցի նորից ձեր ուշադրությունը դարձնում եմ, ստեղ ինքնարժեքի խնդիր չի։ Գիտեք, իրականում այսօր գործում է այն համակարգը, որը թույլ է տալի այն ինֆորմացիան, որը անհրաժեշտ է ստանալ, որ համոզվել, որ դա այո, քո քաղաքացին է եւ այլ, իրականացնել էլեկտրոնային։
Ավելին, տեղում անձնագիրը կա, տեղում այդ բոլորը լրացվում է, հանձնվում է, իհարկե համապատասխան այսինքն այստեղ ինքնարժեքի խնդիր չի։ Խնդիրը նրանում չի կայանում, որ Ամերիկայում դա ավելի թանկ է նստում կամ քան Վրաստանում եւ այլ եւ այլ։ Սա այն ընդհանուր մոտեցումն է, որը դրել է տարբերակում։ Ես նույնիսկ ավելին ասեմ, այն ինչ որ Հայաստանի ներսում է արվում, ձգտում են ամեն ինչ անել, որ նույնիսկ ինքնարժեքից ցածր լինի։ Այսինքն ներսում մենք փորձում ենք հակառակը։ Ամենայնպես օրենքն է դա փորձում, օրենքի տրամաբանությունը դա է։ Ամեն դեպքում ես նորից եմ կրկնում, կարելի է դա քննարկել, բայց ոչ թե ինքնարժեքի տեսանկյունից, ինքնարժեքը ստե որոշիչ չէ։ Այլ որոշիչը այդ տարբերակումն է, որը այնուամենայնիվ ընդունված է բազմաթիվ երկրներում։